Լիտվա, Լատվիա, Սլովենիա։ Ֆուտզալի Եվրոպայի առաջնությունն այս երկրներում է։ Հայաստանի ազգային հավաքականը խաղում է լիտվական Կաունասում, Ժալգիրիս արենայում։ Բալթյան երկրների ամենահայտնի ու բազմաֆունկցիոնալ մարզական կառույցը, բայց ոչ ֆուտզալի պատճառով։ Ժալգիրիս արենան Լիտվայում ամենատարածված մարզաձևի բասկետբոլի սիրտն է։ I like basketball, yes. Basketball for sure. Եվրալիգայի տոմս գնելը ամենաբարդ գործն է շարքային երկրպագուի համար։ Ժալգիրիսի հանդիպումներին 10,000-անոց արենային նստարաններն ավելացնում են, երկրպագուները գերազանցում 15,000-ը։ Փոխարենը Լիտվայի ֆուտզալի հավաքականի խաղերին հաճախելիությունը 70-ից 80% է։ When we have Euroleague game, Եվրալիգայի խաղերը մեզ համար տոն են։ Երկրպագուների աղմուկը հաճախ համեմատում են օդանավի շարժիչի ձայնի հետ։ Իսկ ֆուտզալի հանդիպումները մարդիկ պարզապես դիտում են, հիմնականում առանց էմոցիայի։ Իսկ հայերը էմոցիոնալ են, նրանց չի խանգարել ոչ հեռավորությունը, ոչ -15 աստիճանը։ Ֆինլանդիա, Գերմանիա, շատ այլ երկրներ եւ իհարկե Հայաստան։ Երկրպագուները տեղում են, աջակցում են։ Գերմանիայից ենք, Բրեմեն քաղաքից, եկել ենք տրեքին հետները լինենք, մի քիչ Հայաստան գորանք ու հաղթանակներով ուրախանանք։ I'm here to support Armenia, although I'm not an Armenian. Այստեղ եմ աջակցելու Հայաստանին, թեև ինքս հայ չեմ, Ֆինլանդիայից եմ։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն իսկապես արտասովոր բան է արել, դուրս գալով Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Հայաստանից ենք, բայց արդեն 2 տարի սովորում ենք Լիտվայում, Կլայպեդայում ու հենց իմացանք, որ առաջնությունները ստեղ են լինելու, միանգամից եկան, որպեսզի աջակցենք մեր տղաներին։ Հայաստանից եմ եկել հաղթանակի համար։ Ընկերոջս հետ որոշեցինք աջակցել Հայաստանին եւ փոքրիկ դրոշ պատրաստեցինք, որովհետեւ խանութներում չկար։ Երբ իմացանք, որ Հայաստանի հավաքականն այստեղ է խաղալու, Վիլնյուսից եկան Կաունաս, նրանց երկրպագելու։ Եկել ենք մեր երկրի գլխավոր թիմին, մեր հզոր հավաքականին, մեր ուժեղ տղեկին աջակցենք։ Եթե լիտվացիները Ժալգիրիս արենան անվանում են կանաչ դժոխք, ապա հայերը Այս արենան մեր թիմի համար հաջողակ պատմական մի տեղ էր, որին մենք շատ էինք սպասում։ Այս արենային համար երազանքը, շատ մեծ երազանք։